Գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հագիրիտիկին դատախազ, ազգային ժողովը որոշում պետք է կայացնի գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված հետևյալ երկու խումբ հաստատումների պարագայում։ Առաջին խումբը, որ պետք է ներկայացնեմ, վերցված է բացառապես տիկին դատախազի միջնորդության նյութերից եւ ելույթից։ Հետևյալներն են. Իմ դեմ ցուցմունք տվող Սլավիկ Պողոսյանի նկատմամբ ընթանում է դատավարություն վարորդական իրավունքների հետ կապված մեղադրանքների հիմքով։ Հաջորդը Սլավիկ Պողոսյանը եւ ես ցուցմունք ենք տվել, որ Սևանում զրուցել ենք երկուսով։ Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունք է տվել, որ ոչ զրուցել ենք երեքով։ Եվ դա այսպես ասած հիմնավորվում է մեր հեռախոսների նույն ալեհավաքի տակ գտնվելու հանգամանքով։ Հաջորդը Աշոտիկ Կամավոսյանը հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները, իսկ Սլավիկ Կարապետյանը նույնպես անցնում է վարորդական իրավունքների հայտնի գործով։ Գործի հետ կապված բուռն գործողությունները ծավալվում են 2023 թվականի օգոստոսի 8-ից մինչև 11-ը։ Իսկ դրանից 20 օր հետո, օգոստոսի 28-ին, իրականացված ներքին դիտման տվյալներով Սլավիկ Կարապետյանը, Աշոտիկի փեսան, բոլորովին ոչ բարեկամական տոնով Սլավիկ Պողոսյանից հարցնում է, թե ինչ եղավ ձեր բռնած գործը։ Բա այդ 20 օրը ինչ ա եղել։ Այդ 20 օրում հաջորդ օրը բերել ինձ 40,000-ին առաջարկել հրաժարվել եմ, հաջորդ օրը բերել 60,000-ին առաջարկել հրաժարվել եմ, եւ այդպես չեմ կարողացել հասցնել 99,000-ի չեմ կարողացել հասցնել 100,000-ի եւ ես հրաժարվել եմ։ Ինչ ա եղել այդ 20 օրը։ Դուք չեք տեսնում, որ այստեղ ուրիշ բան է։ Ալեհավաքի թեզի հենքով էլ հիմնավորվում է Սլավիկ Պողոսյանի եւ Աշոտիկի իմ որպես այսպես կոչված 3 երակողմ հանդիպումները։ Այդ Աշոտին ես հանդիպել եմ 1 անգամ Սիրահարների այգում։ Երկրորդ խումբ հաստատումների անում եմ ես արդեն, որոնք իհարկե կարող են ընկալվել որպես սուբյեկտիվ բնականաբար։ Սլավիկ Պողոսյանի հետ ես Սևանում զրուցել եմ առանձին։ Սևանում ես անց եմ կացրել իմ հանգիստը ինչպես միշտ։ Ալեհավաքի ճակերտավոր հզոր արգումենտին որպես հակադարձում ես չեմ բացառում, որ 15-20 մետր հեռավորության վրա գտնվող Պողոսյան-Սլավիկի մեքենայում միգուցե նստած է եղել Աշոտիկ Կամավոսյանը, որը եկել է որ վերահսկի տենա իր փեսայի փողերը ուր են էթում։ Սլավիկ եւ Աշոտ անունով մեկի հետ ես հանդիպել եմ 1 անգամ այդ մյուս Աշոտի հետ Սիրահարների այգում։ Աշոտ անունով մարդու տեսել եմ առաջին եւ վերջին անգամ այդտեղ։ Աշոտիկ Կամավոսյանը, ով հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները, առաջին անգամ եւ վերջին անգամ հանդիպել եմ առերեսման ժամանակ։ Ընդ որում հարցաքննության ժամանակ ես հարց եմ տվել։ Ասել եմ կներեք, էլի ենթադրեք դուք այդ Աշոտն եք։ Դուք ինձ $20,000 փող առաջարկել եք։ Տեսագրված է այդ ամենից, տեսաձայնագրված է, ինքը ասաց, որ ոչ։ Հիմա այստեղ հարցեր առաջանում իհարկե, շատ կարևոր որոշում պիտի կայացնի ազգային ժողովը, կարևորագույն որոշում պիտի կայացնի ազգային ժողովը։ Ես չնայած չկան որ պարոն Կոնջորյանը ասենք քննադատում է ընդդիմադիր մեր գործիչների, որ իրանք ինձ որպես տաշեղ օգտագործում են։ Ինչ որտեղ նաև կարող է ոչ թե կարող է համաձայն եմ բնականաբար, բայց ոչ թե ոչ տաշեղ վիրավորական բառին հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը մի քիչ հետո, հա